Պարոն Խանդանյան, Եվրամիությանը խորհրդարանական ընտրություններից առաջ աջակցության խնդրանքով դիմելու իշխանության այդ որոշումը դիմադիրները համարում են այսինքն մի քայլ, որով ստեյության ուղիղ միջամտություն է լինելու պետության ներքին հարցերին։ Ինչու է իշխանությունը, այսինքն ինչ ռիսկեր է իշխանությունը տեսնում, որ դիմել է Եվրամիության աջակցության խնդրանքով եւ ընդդիմության այս գնահատականների վերաբերյալ ինչ կասեք։ Ընդհանրապես հիբրիդային հարձակումները եւ ապատեղեկատվությունը միայն հայաստանյան խնդիր չէ, կամ միայն Հայաստանը չէ, որ այդ սպառնալիքներ կան, ընդհանուր առմամբ աշխարհում ժողովրդավարությունը հիբրիդային հարձակումների է ենթարկվում տարբեր տեղերից, տարբեր երկրների ներսից, դրսից եւ այլն։ Եվ այս առումով Եվրոպական միությունը եւ մի շարք այլ կառույցներ, երկրներ ունեն որոշակի գործիքակազմ, որը ցույց է տվել որոշակի արդյունավետություն եւ այս տեսանկյունից սա հաշվի առնելով Հայաստանը ի թիվս այլ հարցերի, որոնք ամրագրված են նաեւ վերջին ստորագրված փաստաթղթում, սա եւս մի թեմա է, հարց է, որի շուրջ Հայաստանը պատրաստվում է համագործակցել Եվրոպական միության հետ, որովհետեւ Եվրոպական միությունը ունի այդ գործիքակազմը եւ պատրաստ է այդ գործիքակազմով կիսվել Հայաստանի Հանրապետության հետ։ Եվ այստեղ որևէ միջամտության հարց չի կարող լինել Հայաստանի Հանրապետության ներքին գործերին, որովհետև սա փորձի փոխանակման շրջանակներում է տեղի ունենում, իսկ ընդդիմադիր գործընկերներին ներքին միջամտության տեսանկյունից ես կուզենայի, որ դուք հարցնեիք արդյոք օրինակ ռուսաստանցի օլիգարխի միջամտությունը Հայաստանի ներքին քաղաքական կյանքին ինչ գնահատական դրան կտան արդյոք Հայաստանի քաղաքացի է եւ մի շարք այլ երկրների քաղաքացի է։ Այսինքն նրա մասնակցությունը ընդհանրապես քաղաքականությանը դա կոչվում է հիբրիդային պատերազմ։ Չէ, ես չեմ ասում դա կոչվում է հիբրիդային պատերազմ։ Դիմադիրները մեզ մեղադրում են Եվրամիությանը երկրի ներքին գործերի մեջ խառնելու, բայց երկրի ներքին գործերի մեջ խառնելու շատ ցցուն վառ օրինակներ ենք մենք տեսնում։ Ճիշտ եք հասկանում, պարոն Խանդանյան, որ հիբրիդային պատերազմ ասած Հայաստանի դեմ որ իրականացում է, դուք դիտարկում եք իշխանությունը նկատի ունեն միայն Ռուսաստանի։ Ոչ, հիբրիդային հարձակումները ոչ միայն Հայաստանի դրսից են լինում, այլ նաև Հայաստանի ներսից են այդ հիբրիդային հարձակումների ենթարկվում Հայաստանի ժողովրդավարությունը եւ իշխանության մասին խոսք չէ, Հայաստանի պետության եւ ժողովրդավարության մասին։ Օրինակ որոշ լրատվամիջոցների վերնագրեր, որ կարդում ենք, դա բավարար պատկեր է ցույց տալիս ապատեղեկատվության բայց հիբրիդային հարձակումները մենակ ապատեղեկատվության մասին իհարկե չէ, կիբերանվտանգության մասին են, որոշակի ֆինանսական ժամանակակից մեխանիզմների մասին են, որոնց այլ երկրներ ենթարկվել են եւ լավ կլինի, որ Հայաստանը այդ առումով դիմակայունություն ձեռք բերի։ Իսկ դուք կիսում եք Եվրամիության պաշտոնյաների Կայա Կալասի, Գերմանիայի կանցլերի, այսինքն Հայաստանի իշխանությունը իրենք ուղիղ ասում են, որ Ռուսաստանից են գալիս այդ վտանգները, դուք նրանց հետ, դուք նկատում իշխանությունը համաձայն եք։ Արգելի գործընկերներ, ռուսական պետական հեռուստաալիքների բովանդակությունը, եթե Ռուսաստանի մասին ենք հիմա խոսում, բայց ես չեմ պատմում, որ միայն Ռուսաստանից են գալիս այդ սպառնալիքները, բայց երբ որ նայում ենք ռուսական պետական հեռուստաալիքների եւ հայտնի դեմքերի մտքերը եւ արտահայտությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, Հայաստանում ժողովրդավարական գործընթացների նկատմամբ, այո, կարող ենք արձանագրել, որ դա եւս հիբրիդային կամ Հայաստանի ժողովրդավարության դեմ ձեռնարկված որևէ քայլ է, բայց այդպես միանշանակ եւ միակողմանի պետք չէ դիտարկել այդ հարցը, դրանք այդ խնդիրները տարբեր կողմերից կարող են այդ թվում եւ երկրի ներսից։ Հիմա դրսից մարդիկ եք բերում, ասում են, որպեսզի պայքարեք ընդդիմության։ Ես բավականին երկար ժամանակ երկար նախադասություններով բացատրում էի, որ դրսից մարդիկ չեն բերում, ես ասում էի, որ Հայաստանը համագործակցում է, Հայաստանը չեմ համեմատում, ընդհանրապես չեմ համեմատում, որովհետեւ համեմատելի չէ, ես ընդդիմադիրները մեզ մեղադրում են, ես էլ ասում եմ, որ ավելի ցցուն օրինակներ կա, կարելի է ցցուն օրինակների մասին խոսել, իսկ Հայաստանը Եվրամիության հետ համագործակցում է ի թիվս այլ թեմաների, նաև Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ, այդ թվում եւ նմանատիպ սպառնալիքների եվրոպական գործիքակազմից օգտվելու համար։ Որևէ որևէ երկրի
Ինչի մեղադրանքները Որ իրենց դեմ պայքարելու համար հիմա ընդդիմությունը նաև մեղադրում է Եվրոպական միության դիտորդական առաքելությունը Հայաստանում տեղակայել։ Չէ, բայց դա շատ նման հարց է, որովհետև Հայաստանը համագործակցում է Եվրոպական միության հետ, նաև այդ ուղղությամբ եւ Հայաստանում հիմա գործում է Եվրոպական միության դիտորդական առաքելությունը, արդյոք դա միջամտություն է Հայաստանի ներքին գործին։ Ես կարծում եմ, ոչ, դա միջամտություն չէ։ Աջակցություն, երբ որ պահանջվում է այդ ամեն ինչ համար, Հայաստանը իր ռեսուրսներով, ֆինանսական ներուժով չի կարող պայքարել, որ միջոցներ Խոսքը ֆինանսական ռեսուրսների մասին չէ միայն, խոսքը մեթոդաբանության եւ գործիքակազմի մասին։ Իհարկե։ Հիմա ինչ այդ ֆինանսները որտեղ են գնում, ինչ ուղղությամբ են, այսինքն ինչպես է պայքարը լինելու, գործիքակազմը որն է։ Ես ճիշտ ասած այդ գործիքակազմի մասնագետ չեմ, բայց տեղեկատվության դեմ ինչպես են պայքարում։ Ավելի օրինակ մեկ օրինակ ասեմ, ստրատեգիական ռազմավարական հաղորդակցությանը ավելի լավացնելով պետական մարմինների, տարբեր կառույցների, լրատվամիջոցներին աջակցելով, որպեսզի լրատվամիջոցները ավելի դիմակայուն լինեն անհարցակ, որտեղ լրատվամիջոցները եւս չէ, հարձակվում են դիմակայությունը նշանակում է պրոարևմտյան քաղաքականություն արել։ Ոչ, նշանակում է, որ դիմակայություն նշանակում է, որ ժողովրդավարությունը այդ սպառնալիքներից չի ընկրկում եւ ժողովրդավարական ինստիտուտ։ Մենք տեսել ենք նույնիսկ եվրոպական անդամ երկրներում մեջ ենք տեսել, որ այդ Ռումինիայում ընտրությունները չեղարկվեցին, որովհետեւ որոշակի ֆինանսական հոսքեր էին եղել, բայց դա մի օրինակ է, ես հույս ունեմ, Ես Ռումինիա եմ, ասել Եվրոպական միության անդամ է 2007 թվականին։ Մեզ հետաքրքրում է այդ գործիքակազմի կիրառությունը եւ արդյունավետությունը Հայաստանում։ Այդ գումարը, որ Եվրոպայից գա ժողովրդավարությունը ուժեղացնելու եւ այլն համար, մենակ քաղաքացիների վերանը փակելով եւ դուրս հանելով ավելի նուրբ մեթոդներ կկիրառվեն եւ կգործադրվեն, օրինակ այդ ուղղությամբ գումարը ինչպես կծախսվի։ Գումարը ես արդեն նշեցի, նախ խոսքը միայն գումարի մասին չէ, խոսքը մեթոդաբանության մասին է, համագործակցության մասին է։ Հանելու ինչ մեթոդաբանություն Հայաստանում նախ դուրս մեթոդների մասին իհարկե մեզնից շատ երկրներ պիտի սովորեն իրավապահ համակարգի գործունեության, ես կարծում եմ, երբ որ նույն Եվրոպական միության շատ երկրներում շատ ավելի բիրտ մեթոդներ են կիրառում տարբեր իրավիճակներում, այնուամենայնիվ Հայաստանը նաև տարբեր ոլորտներում, այդ թվում եւ իրավապահ համակարգի կարողությունների զարգացման տեսանկյունից համագործակցում է տարբեր երկրների Իրանից անհանգստություններ են հայտնում ճանապարհի թրիփի հետ կապված, ասում են այն Զանգեզուրի միջանցքի տրամաբանությամբ է անվտանգային լուրջ խնդիրներ կարող է առաջացնել եւ ՆԱՏՕ-ի ներգրավվածություն կարող է լինել։ Ինչով է պայմանավորված, որ ավելի կոստացնում է Իրանը իր դիրքորոշում, արդյոք նոր մանրամասներ են ի հայտ եկել, դրանով է պայմանավորված։ Չէ, որևէ նոր մանրամասն ի հայտ չի եկել, թրիփը ինչպես կար, շարունակում է մնալ ենթակառուցվածքային նախագիծ, եթե կուզեք նաև որոշ առումով բիզնես նախագիծ, այն հայ-ամերիկյան երկկողմ նախագիծ է, այդ նախագծում որևէ անվտանգային բաղադրիչ չկա, դրա նպատակն է Հայաստանում ենթակառուցվածքների զարգացումը, նաև տարածաշրջանային ապաշրջափակման համատեքստում։ Իրանի մեր գործընկերների հետ միշտ տարբեր մակարդակներում հաղորդակցություն կա, դուք հիշում եք նաև, որ ավելի վաղ շրջանում, երբ որ նախագիծը նոր էր ներկայացվել Իրանի արտգործնախարարը եւ այլ պաշտոնյաներ հանդես եկան հայտարարություններով ասելով, որ իրենց անհանգստությունները փարատված են եւ եթե լինում է որևէ անհանգստություն օպերատիվ կերպով Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն, որովհետեւ նախ Հայաստանը որևէ հավակնություն չունի ՆԱՏՕ-ին անդամակցելու, Հայաստանը ունի որոշակի շրջանակ համագործակցության ՆԱՏՕ-ի հետ, որը չի ենթադրվում որևէ կերպ ՆԱՏՕ-ի ֆիզիկական ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում ու ընդհանրապես թրիփի համատեքստում դրա մասին խոսելը կարծում եմ նպատակահարմար չէ, որտեղ թրիփը նորից եմ կրկնում ենթակառուցվածքային նախագիծ։ Պարոն Պատերյան, այսինքն անհանգստացած չեք Իրանից հնչող այս գնահատականներով, իշխանությանը չի անհանգստացնում Իրանից հնչող այս գնահատականները։ Չէ, մենք Իրանի մեր գործընկերների հետ մշտապես կապի մեջ ենք եւ երբ որ լինում են նման անհանգստություններ,
ակտիվ քննարկում ենք այդ հարցերը եւ հարատվում են նույնիսկ խորհրդարանական մակարդակում նախորդ շաբաթ գործընկերս Իրանից պատգամավորների էր գրում քալել եւ նաեւ այդ թեմաներն են քննարկվել այստեղ ես որևէ անհանգստանալու բան չեմ տեսնում Բայց եթե փառատում եք ինչու են շարունակում խոսել պարոն Խանդանյան եղել է հայտարարություն եւ բայց նաեւ եղել են դրան նախորդող հայտարարություններ խոսենք կհասկանանք ինչն է խնդիրը եւ բանկան եւ մեր գործընկերները կխոսեն եւ կհարթվի Իրանի հետ մենք շատ լավ քաղաքական երկխոսություն ունենք եւ մեր հարաբերությունները չեն կարող որևէ կերպ ստվերվել որևէ նախագծի Խանդանյան հնարավոր է եւ իրանական եւ օրինակ ռուսական ինչ-որ ընկերություններ ներգրավեն այդ ճանապարհի կառուցմանը որպեսզի այս մտահոգությունները անցնեն այդպիսի տարբերակներ քննարկում են թե Տեսեք այս պահի նման հարցեր չեն քննարկում որովհետեւ այս պահին առայժմ քննարկվում է իրավական շրջանակը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև պայմանագրի եւ կոնսորցիումի ստեղծման վերաբերյալ այնուհետև բոլոր հարցերը պետք է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև կոնկրետ TRIP նախագծի վերաբերյալ կոնսենսուսով որոշվել, բայց նաև նշեմ, որ Իրանը այլ ենթակառուցվածքային ծրագրերում ներգրավված է Հայաստանում, օրինակ Սյունիքի մարզում Լուսարավ ճանապարհի շինարարության մի հատվածում դե Ռուսաստանը չասենք, որ վաղուց է ներգրավված Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերում նկատի ունենալով Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության կոնցեսիան Հայաստանում, ուստի այս առումով ես կարծում եմ մեր գործընկերությունը տարբեր մեր բարեկամ եւ ռազմավարական գործընկեր երկրների հետ բալանսավորված է։ Պարոն Խանդանյան, կներեք, էլի հարց եմ տալիս։ TRIP-ի հետ կապված Ռուսաստանն ասում է, որ պատրաստ է քննարկել Թրամփի ուղու նախաձեռնության պարամետրերը Մոսկվայի հնարավոր մասնակցությունն այս նախագծում։ Նախ կխնդրեմ ասել ինչպես է Ռուսաստանի ներկայությունը հնարավոր եւ ռուսական կողմը նաեւ նշելով, որ Հարավկովկասյան երկաթուղին իրենց դուստր ընկերությունն է, ակնկալիք ունեն ըստ էության, որ պետք է TRIP-ի ուղու երկաթուղի հետ կապված էլ իրենք մասնակցություն Դե քիչ առաջ պատասխանեցի TRIP նախագիծը, երկկողմ նախագիծ է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցություններ ընթանում, հետագայում որևէ կողմի, որևէ ընկերություն լինի, պետություն լինի, դրա ներգրավման հարցերը հետագայում են քննարկվելու ինչպես խաղաղության Վաշինգտոնյան հռչակագրում է նշված կողմերի համաձայնությամբ, այսինքն կոնսենսուսով։ Ինչ վերաբերում է Հարավկովկասյան երկաթուղիների Հարավկովկասյան երկաթուղիների բալանսում գտնվող երկաթուղիները հստակ են եւ նոր կառուցվող Հայաստանի հարավով երբ որ կառուցվի նոր երկաթուղին, այդ երկաթուղին բալանսում չէ եւ ենթադրաբար TRIP ընկերությունն է երկաթուղու շահագործումը։ Ես դա հավանական չեմ համարում, որ դա կարող է գտնվել բալանսում։ Այսինքն համաձայնությամբ պետք է գործի ԱՄՆ-ի հետ։ Իհարկե, Հայաստանի դիրքորոշումը որն է այս հարցում։ Որ հարցում։ Ռուսաստանի Դա պետք է, գիտեք, դա բիզնես հարց է, այսինքն դա քաղաքական հարց չէ, դա բիզնես հարց է, այսինքն պետք է հասկանալ, թե որ ընկերությունը ինչքան ներդրում է պատրաստվում անել, ինչ պարամետրերով եւ այլն, այստեղ ավելի շատ ես թվում է տնտեսագետներն ու ֆինանսիստները այս հարցին պետք է պատասխանեն։ Եվ այդ առաջարկը պիտի լինի, հա, թղթի վրա։ Հայաստանը բիզնես հարց է դիտարկում, բայց իրենք քաղաքական 12 միլիոնի Ես չգիտեմ ճիշտն ասած, դա չեմ կարծում այդպես բեկ-բանկային փոխանցմամբ գումար են փոխանցել։ Դա ինչ-որ գուցե դասընթացներ լինեն, գուցե ձեր համար ինչ-որ նաև ձեր ինչպես ասացի լրատվամիջոցների հասարակական կազմակերպությունների ներգրավվածություն լինի, այսինքն դրանք ծախսվելու են գուցե դրանք որոշակի ծախսերի համար նախատեսված միջոցներ, որը Եվրամիությունը ցանկանում է տալ, բայց թե դա ինչպես է փոխանցվելու դրա մասին չեմ կարող ասել։ Խանդանյան վարչապետը ասում է, որ TRIP-ը գործարկվի մոտավորապես առաջին 6 ամսակի սկզբին, մոտավորապես 2 տարի, բայց քանի որ այդքան անպարզ բաներ կան։ Վարչապետը չի ասել, որ կգործարկվի, վարչապետը ասել է, որ մենք ակնկալում ենք, որ այս տարվա մինչև ավարտ այդ շրջանակը կհստակեցվի, երկրորդ մյուս տարվանից արդեն կսկսվի նախագծումը եւ հետո շինարարությունը, այսինքն գործարկումը դեռ ավելի ուշ։ Խանդանյան վերադառնալով Եվրոպական միությունից Եվրոպական միությունն կան երկրներ, որտեղ նման ներարկումներ արել են
բնական եւ փորձը ինչ է ցույց տալիս այդ ներարկումները Այդ, իրենց նպատակին ծառայել Մի քիչ ես նորից եմ ուզում եկեք չկենտրոնանանք այդ որտեղ ֆինանսական ժողովրդավարությունը համաշխարհային մակարդակով դա այդքան ահռելի գուբար չէ, էլի, որը չգիտեմ, սարեր են շուրջ տալու Հայաստանում եւ օրինակ որոշ լրատվամիջոցներ կամ որոշ լավ լրատվամիջոցներ օրինակ չպեն, որոշ բլոգերներ անձինք սկսելու են ժողովրդավարության պաշտպանության թիրքերից խոսել, հա, դա այդ մեխանիզմը մենք այդպես ենք պատկերացնում, բայց այդպես չի լինելու։ Կա ավելի շատ մեթոդաբանություն, կանոններ, թե ինչպես կազմակերպել ավելի լավ ռազմավարական հաղորդակցություն, ինչպես ավելի դիմակայուն դարձնել բանը ֆինանսական համակարգը, բանկային համակարգը, որովհետև հիբրիդային հարձակումների թիրախում են նաև հաճախ գտնվում ժողովրդավարական համակարգում, ֆինանսական համակարգերը եւ այլն։ Դե կա այդ գործիքակազմը Եվրամիության անդամ երկրներ, հենց անդամ երկրներում կա նման փորձառություն, կուտակել է նման փորձառություն Եվրամիությունը եւ պատրաստ է իր գիտելիքով փորձով կիսվել մեզ եւ նաեւ որոշակի ֆինանսական։ Ասում եք Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, կարող մեր ժողովրդավարությունը արտահանենք եւ Թող Աստված ձեր ձայնը լսի եւ շատ երկրներ եւ ես կարծում եմ նաեւ Հայաստանի օրինակը կարող է եղել է օրինակ այլ երկրների տարբեր շրջանակների համար։ Մեզ փող որևէ մեկը չի տվել ժողովրդավար դառնալու համար, Հայաստանի ժողովուրդն է այդպես որոշել։ Ինչ օրինակ մենք կարող ենք արտահանել ժողովրդավարության առումով Եվրոպայինակ Փարիզի Աստվածամոր տաճարից ինչպես քաղաքացու բերանը փակած դուրս հանելը, հա։ Ես խորհուրդ կտամ ձեզ երբեմն նայել օրինակ Ֆրանսիայում բողոքի ակցիաները եւ ոստիկանության գործողությունները եւ հետո նայել Երևանում բողոքի ակցիաները եւ ոստիկանության գործողությունները եւ գտնել տարբերությունները, հետո այդ թեմայի շուրջ միասին կզրուցենք։ Ժողովրդավարության պաշտպանությունը ենթադրում է բիրտ գործիքային ներկիրառում նաեւ։ Ժողովրդավարություն, երբ որ պետականությունը, պետության անվտանգությունը սասանվում է, իհարկե համապատասխան ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք ունեցող մարմինները կարող են համաչափ ուժ կիրառել եւ դա բան, հա, միայն դա կանոն է ոչ թե միայն Հայաստանում, այլ դա համաշխարհային կանոն։ Պարոն Խանդարյան, մտահոգությունը այն է, որում ուզենաք լրացնել, կարող է կազմակերպության օրինակ գործակալ հռչակել եւ կանոնավորել։ Հիմա արդյոք այս ամեն ինչին հաջորդելու է կանոնավորել։ Եթե նման ցանկություն լիներ, հիմա Հայաստանում շատ լուրջ կլիներ, բայց ինչպես տեսնում եք, Հայաստանում բոլորը ակտիվ աղմկում են, եւ ես չեմ իսկապես անկեղծորեն չեմ հասկանում այս աժիոտաժը Եվրամիության, օրինակ, երբ որ Միացյալ Նահանգների հետ կիբերանվտանգության, նաև կիբերանվտանգության եւ արհեստական բանականության համագործակցության վերաբերյալ հուշագիր ստորագրեց Հայաստանը, փոխհմբռնման հուշագիր, նման ակտիվություն եւ աժիոտաժ չկար, բայց դա էլ է եւս նման գործիքակազմ ենթադրում, որ կիբերանվտանգության տեսանկյունից Հայաստանի դիմակայունությունը բարձրացնելու համար։ Պարոն Խանդարյան, քիչ առաջ Հայկ Մամիջանյանը ասաց, որ Եվրամիությունը այս գումարը փոխանցելով կանաչ լույս է վառում իշխանությունների առաջ, ընտրություններից առաջ, հնարավոր բռնաճնշումների համար, աճ փակելու համար եւ այլն կեղծիքների առաջ աճ փակելու համար, ինչ կասեք։ Հարգելի գործընկերներ, արդեն 7 տարի է բոլորը փորձում են համոզել, որ Հայաստանում ժողովրդավարական process-ն բոլորը չէ, ձեր նշած ընդդիմադիր շրջանակները, որ Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունները տեղի են ունենում դրսից թելադրանքով եւ այլն, եւ ամեն տարի Հայաստանի ժողովուրդը հակառակն է ապացուցում, ուստի անիմաստ է նման բանի անդրադառնալ եւ երբ որ մենք օրինակ այլ երկրների փորձը ուսումնասիրենք, որոնք ունեցել են եվրոպական ձգտումներ եւ տեսնենք, թե Եվրոպական միությունը, Միացյալ Նահանգները որքան գումարներ են ներդրել այդ երկրներում տարբեր ինստիտուտների զարգացման տեսանկյունից եւ համեմատենք դա Հայաստանի հետ, ապա Հայաստանը շատ էականորեն զիջում է այդ երկրներին, գրեթե 0-ի է ձգտում։ Եւ հիմնավորել են, որ օգնություն են արտաքին։ Թե դուք ամեն օր չեք հետևում լրատվությանը։ Ես կարող եմ տվել, բայց դուք տվել։ Հայաստանի Հանրապետության համար է եւ Հայաստանի
Հարգելի գործընկերներ, ես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր եմ եւ խոսում եմ Հայաստանի Հանրապետության մասին։ Հայաստանը չի կարող իր հարցերը Կարող է, որ կարող դիմում է։ է Եվրամիության եւ այսպես ասենք կոպիտ ասած տղա է բերում։ Բա մեր ինքնիշխանությունը ինչ է։ Հիմա մենք նորից ենք սկսում մեր ասուլիսը, որովհետեւ այս հարցերին բավականին երկար անդրադարձել եմ եւ խնդրում եմ հետ տվեք եւ նորից անդրադարձեք։ Երկու սպառնալի։ Նայրա Զորաբյանն ասում է Բասի հարցը տվել։ Չէ, լավ չէ լսում, ներողություն տվեք հարցը։ Ապա տեղեկատվություն, օրինակ բացեք մի քանի լրատվամիջոցի հիմա այս միկրոֆոնները տեսնում եմ YouTube-յան ալիքները եւ իրանց վերնագրերը կարդացեք ու դա կարդում են մեր քաղաքացիները։ Բացեք չեք գտնի։ Չէ, չէ, ապա տեղեկատվությունը հաստատ չեք գտնի։ Մամուլի ապատեղեկատվությունը Ես ավելի մեծ պապուլի։ Եվ նաև կան կոնկրետ, դե Ժողովուրդ ջան, նորից եմ կրկնում, այնտեղ կան ֆինանսական անվտանգության հարցեր, որոնք գուցե տեսանելի չեն, բայց նաև այլ երկրների փորձը հաշվի առնելով երևացել է, որ որոշակի ազդեցություններ են կրում նաև այդ համակարգերը, այսինքն թե hardware-ը, թե software-ը, ֆինանսական համակարգերի որոշակի խնդիրներ են առաջանում։ Ռազմավարական հաղորդակցության տեսանկյունից հաճախ բարեփոխումները, որոնք իրականացնում է պետությունը, դրանք թիրախային չեն եւ չեն հասնում լսարանին, սա եւս աջակցության մի ձև է, որը Հայաստանը կարիք ունի։ Երեք ասում էր Հայաստանում ուժով ժողովրդավարությունը տապալելու փորձերը պետքա կանխվեն։ Դա ինչի մասին էր այդ պնդումը։ Պարոն Պապայանին չեք հարցրել երեք այդ հարցի պատասխանը։ Ժամանակ չկա։ Նկատի ունեմ կա այդպիսի վտանգ, պարոն Խանջարյան։ Այս ժամանակներում ինչի վտանգ ասես կա արկելի շողիկ։